Ողջույն բոլորին, Sport Plus-ը վերադառնում է։ Ներողություն եմ խնդրում կարճ դադարի համար, կաշխատենք, որ նման բան էլ չլինի։ Կարող եք մեզ օգնել այդ հարցում բաժանորդագրվել, որ զարգանանք։ Այսօր խոսելու ենք Չեմպիոնների լիգայից, բայց մինչև դա ծանոթանանք շաբաթվա թիմին։ Մեր թիմի դարպասին կլինի Ջանլուիջի Դոննարուման ֆանտաստիկ խաղի համար։ Ասթոն Վիլան քիչ էր մնում պատմական արդյունք գրանցեր Պարի Սեն-Ժերմենի դեմ պատասխան խաղում, բայց Դոննարուման ամուր էր։ Նրա 5 սեյվերը օգնեցին, որ Պարի Սեն-Ժերմենը շարունակի պայքարը։ Օրինակ, այս մեկը ուղղակի անբացատրելի տպավորիչ էր։ Պաշտպանության աչից կգործի Աշրաֆ Ակիմին, այո, երկրորդ ներկայացուցիչը Պարի Սեն-Ժերմենից։ Այս ֆուտբոլիստը մեր թիմում է ստաբիլ, շատ լավ խաղ ցույց տալու համար։ Ասթոն Վիլայի դեմ խաղում նա կրկին իր բարձրության վրա էր ֆիրմային անցումներով, ճշգրիտ փոխանցումների բարձր տոկոսով եւ գումարած դրան նա էր խաղի հաշիվը բացել։ Նա Էնրիկեի թիմի գլխավոր անձանցից է։ Էրիկ Դայերը կլինի մեր կենտրոնական պաշտպանը Ինտերի դեմ հրաշալի խաղ ցույց տալու համար։ Այս ֆուտբոլիստը ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ մենապայքար է պարտվել։ Գրեթե բոլոր փոխանցումները ճշգրիտ են եղել եւ դրան գումարած գոլի հեղինակ է դարձել։ Նա իդեալական պաշտպան է մեր թիմի համար։ Ձախից կգործի Բորուսիայի պաշտպան Ռամի Բենսեբայինին Յամալին օդից զրկելու համար։ Չնայած պատասխան խաղում Բարսայի միակ գոլը հենց ինքը խփեց դառնալով ինքնագոլի հեղինակ, բայց միևնույնն է ձախ եզրում նա շատ էֆեկտիվ էր բոլոր առումներով, թե պաշտպանական եւ թե հարձակվողական, որովհետեւ Սերու Գիրասիի 3 գոլերից մեկի գոլային փոխանցումը հենց նա կատարեց։ Կազեմիրոն մեր թիմի հենակետային կիսապաշտպանն է Լիոնի դեմ պատասխան խաղում աներևակայելի ֆուտբոլ խաղալու համար։ Այս ֆուտբոլիստը իր տարիքին անհամեմատ ֆուտբոլ խաղաց Լիոնի դեմ, հիշեցնելով մեզ լավագույն ժամանակները։ Նա իր հենակետայինի պարտականությունները կատարեց գերազանց, դրան գումարած լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին իր մեջ ուժ գտավ եւ 2 գոլային փոխանցում կատարեց խաղընկերներին։ Կազեից մի փոքր առաջ կխաղա Դեկլան Ռայսը Սանտիագո Բեռնաբեուի կախարդանքը փշրելու համար։ Առաջին խաղում նրա կատարած տուգանայինների մասին շատ է խոսվել, դրանք շքեղ էին, բայց պատասխան խաղում նա հանդես եկավ որպես իսկական առաջատար, նա գրոհների համակարգողն էր եւ ֆանտաստիկ խաղ ցույց տվեց հերթական անգամ։ Պատահական չէ, որ խաղի դիմակայության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց։ Ռայսի կողքին կլինի Յուրի Տիլեմանսը, նա Ասթոն Վիլայի ամենակարևոր օղակներից է։ Ասթոն Վիլան Անգլիայում գրեթե միշտ կռիվ է տալիս լավագույն տեղերի համար, սակայն այս մրցաշրջանում նա բացահայտվեց Եվրոպայում, իհարկե առաջին հերթին Ունայ Էմերիի շնորհիվ, բայց դաշտում խաղացողներն են, որոնցից ամենակարևորներից հենց Տիլեմանսն է։ Նա հանդես է գալիս որպես համակարգող դաշտի կենտրոնում ու Ասթոն Վիլայի լավագույն ֆուտբոլիստներից է։ Չնայած նրանք դուրս մնացին Պարի Սեն-Ժերմենից, բայց ծափահարությունների են արժանի։ Կևին Դե Բրույնը նույնպես խաղակենտրոնում որպես ենթահարձակվող, նա վերջին ակորդներն է նվագում Սիթիում։ Քրիստալ Փելեսի դեմ խաղում խաղը սկսվեց սովորականի պես Սիթիի համար, նրանք վարվում էին 2-0 հաշվով, սակայն բելգիացու գոլային փոխանցման ու հրաշալի խաղի շնորհիվ Սիթին կարողացավ հաղթել 5-2 հաշվով։ Նրանք կապում են Լիվերպուլի հետ, հետաքրքիր կլինի։ Հարձակման ձախից կգործի Հարվի Բարնսը, ով կրկնապատկեց Ռուբեն Ամորիմի տանջանքները Յունայթեդում։ Անգլիացի ֆուտբոլիստը 1-1 հաշվի ժամանակ 2 գոլ ուղարկեց Օնանայի դարպասը, Յունայթեդը պարտվեց։ Մեր վինգերը շատ լավ էր նաև գործում Քրիստալ Փելեսի դեմ խաղում, որտեղ Նյուքասլը հաղթեց 5-0 հաշվով, իսկ մեր խաղացողը դարձավ կրկին գոլի հեղինակ։ Այո, Քրիստալ Փելեսը 2 խաղում 10 գոլ ընդունեց։ Դոմինիկ Սոլանկեն մեր կենտրոնական հարձակվողն է, նա հաղթանակ պարգևեց Տոտենհեմին։ Անգլիական թիմը տապալել է Անգլիայի առաջնությունը եւ միակ հույսը Եվրոպա լիգան է։ Հենց մեր կենտրոնական հարձակվողը հստակ իրացրեց 11 մետրանոցը եւ Տոտենհեմին ուղարկեց կիսաեզրափակիչ։ Այն հաղթահարելու դեպքում լոնդոնյան թիմը հնարավոր է հանդիպի Յունայթեդին։
Աչիցել կգործի Նիկո Վիլյամսը, ով շարունակում է գոլեր խփել Եվրոպա լիգայում։ Այս տարի այս մրցաշարի եզրափակիչը կայանալու է հենց Ատլետիկի ստադիոնում եւ իսպանական ակումբը հստակ քայլերով գնում է դեպի այդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նրանք դուրս թողեցին Ռեյնջերսին հաղթելով 2-0 հաշվով, Նիկոն գոլի հեղինակ էր եւ իրեն բնորոշ լավ խաղ ցույց տվեց։ Նիկո Կովաչը մեր թիմի գլխավոր մարզիչը կլինի, ով իսկական դաս տվեց Բարսային։ Չնայած բոլոր անհաջողություններին, պարտություններին, այս մասնագետը կարողացել էր տրամադրել իր թիմին Բարսայի դեմ պատասխան խաղին ու շատ քիչ էր մնացել մեծ սենսացիայի հասնելու համար։ Սեփական փառքի մեջ խեղդվողները, այսպիսի անուն կարելի է տալ Բարսելոնային Բորուսիայի դեմ պատասխան խաղում։ Նախ սկսենք Յամալից։ Սկզբում Վանդերվարտի հետ հերակա բաթլներ։ Թե ասա քեզ մի քիչ համեստ պայի, հորդ թայ մարդա։ Չնայած նես չի հերնել տենց պակաս թրթրիկ անձնավորությունը։ Ես շատ եմ ցանկանում սխալվել, բայց այս տղան սկսում է հղփանալ, ինչը խանգարում է նրան դաշտում։ Բորուսիայի հետ խաղում նա վատագույններից էր, դրա համար էլ դեմքից չասեմ էլ ինչ էր թափվում։ Ռաֆինյան նույնպես իրեն նման չէր ու այս ամենը ինձ ստիպում է ասել, չնայած Բորուսիային կարողացան հաղթահարել, բայց մրցաշրջանի ավարտը շատ ծանր է լինելու կատալոնացիների համար։ Պարի Սեն-Ժերմենը հասավ Վիլա Պարկ, բայց այնտեղից դուրս գալը մի թեթև պրոբլեմ էր դարձել։ Աստոն Վիլան երկրպագուները փորձել են ռասկուլաչի տանել PSG-ին։ Ուսման Դեմբելեն հենց իմացավ, որ մինչև օդանավակայան պետքա ոտքով գնան, մի անգամից տխրեց։ Նա հրաժարվում էր վերցնել խաղի լավագույնի մրցանակը։ Իրարա է, ապեր դու իրոք լավ ես։ Ես շարունակում եմ զարմանալ, թե ինչպես է կերպարանափոխվել այս ֆուտբոլիստը, թրթռիկից դառնալ ջղային ձյաձա։ Ամեն դեպքում կարելի է ասել, որ Պարի Սեն-Ժերմենը ոչ մեկից դարձավ հաղթողի գլխավոր հավակնորդներից։ Լուիս Էնրիկեի աշխատանքը իրոք ահռելի է այս թիմում։ Այժմ ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո անօգնական Ռեալն է ու հերոս հակահերոսները։ Ապրիլի 23-ին Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղն է Ինտերի ու Միլանի միջև։ Ապրիլի 26-ին Անգլիայում Չելսին կընդունի Էվերթոնին, Գերմանիայում Բավարիան Մայնցին։ Ապրիլի 27-ին Լիվերպուլ Տոտենհեմ Անգլիայում, իտալական A սերիայում Ինտերը կընդունի Ռոմային։ Արսենալը ուներ մի աջակից, որին կերազեր Ռեալը, համենայն դեպս պետքա որ երազեր։ Whatever the weather, these streets are our home։ Պերեսներ գրում, ասում արի մեզ բալետ արա, քեզ լավ կնայենք։ Լավ, հանգիստ թողնենք Anne Hathaway-ին ու տեսնենք, թե ինչ էր ասում Լուկաս Վասկեսը խաղից առաջ։ Եթե աշխարհում կա մի թիմ, որը կարող է վերադառնալ 3-0 պարտությունից, ապա դա մենք ենք, Մադրիդի Ռեալը։ Հիմա էլ տեսնենք ինչ ասում խաղից հետո։ Նրանք միայն պաշտպանվում էին, առաջին կեսում գրեթե ոչինչ չարեցին։ Ապեր դու հիմա լուրջ ես խոսում։ Կարող է մտածում էին, թե պետքա ազատություններ տան օրինակ Մբապեին, որն էլ վերցնի ու գոլ խփի։ Արտետան մտածում եք այդքան հիմար, հա։ Իհարկե Վինիսիուսի գոլը մի փոքր հույս տվեց, բայց կարծես թե Պապա Կարլոն հույս էլ չունի, որովհետև հենց խաղից հետո տեղեկություն տարածվեց, որ նա կգլխավորի Ռեալը մինչև թագավորական գավաթի եզրափակիչը, որտեղ հանդիպելու են Բարսելոնային։ Լավ, եկեք ընդամենը մեկ տեսանյութով ցույց տանք, թե ինչքան անօգնական էր Ռեալը Արսենալի դեմ խաղերում։ Վերջին անգամ Մունդիալ 2022-ին էր, երբ Մբապեն 3 գոլի հեղինակ դարձավ, բայց միևնույն է Ֆրանսիան չհաղթեց։
Մեր հերոսի դեպքում մասշտաբները իհարկե այդքան մեծ չեն, բայց Սերու Գիրասին էլ 3 գոլ խփեց Բարսելոնային, բայց Բորուսիան դուրս մնաց պայքարից։ Ճիշտ է, բոլոր 3 գոլերի դեպքում նրա խաղանկերների արածը ավելի մեծ էր, բայց դա կապ չունի։ Նա իրեն իսկական հարձակվողի պես դրսևորեց գտնվելով ճիշտ պահին, ճիշտ վայրում։ Նա աչ ու ձախ մղկտացնում էր, կարելի ասել արդեն մահվանն էր մոտեցնում Բարսելոնային, բայց այդպես էլ չկարողացավ սպանել։ Կևին Դե Բրույնեն մրցաշրջանի ավարտին կհեռանա Մանչեսթեր Սիթիից։ Սա արդեն պարզ էր դեռ 2 շաբաթ առաջ։ Նրան կապում էին Միացյալ Նահանգների արաբական աշխարհի հետ, բայց կարծես թե նա այնքան էլ չի շտապում հեռանալ Եվրոպայից։ Տեղեկություններ են տարածվել, որ նա կարող է տեղափոխվել ոչ ավել ոչ պակաս Լիվերպուլ։ Իհարկե ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, բայց Տրենտի դեպքում էլ ամենասկզբում բոլորը խոսակցությունների մակարդակով էր։ Նշվում է, որ հենց Տրենտի հեռանալն է ստիպում հրավիրել Դե Բրույնեին կրեատիվության պակասը լրացնելու համար, հատկապես որ բելգիացին չի թաքցրել ժամանակին, որ սիրում է Լիվերպուլը։ Ես երկրպագում եմ Լիվերպուլին։ Բուկայո Սական քիչ էր մնում դառնալ մեր հակահերոսներից, բայց Դեկլան Ռայսը ապահովագրել էր։ Ռեալի հետ պատասխան խաղում նա ընդհանրապես պետք է հստակ իրացներ 11 մետրանոցը, հաներ հաղթողի բոլոր հարցերը, բայց նա որոշում է պանենկա անել, նրա պանենկայից պանենկան գերեզմանում շուռ է գալիս ու տենց շարունակ։ Տենց էլ չհասկացան, որ այս տղեն պենալ խփող չի, բայց միևնույն է։ Նա խփեց Արսենալի այն գոլը, որը թիմին թույլ տվեց մի փոքր թուլանալ ու ավելի վստահ զգալ։ Նա իսկական հերոս է։ Նա այնքան լավն էր, որ հունից հանեց նույնիսկ Կարվախալին։ Մեկ էպիկ սխրանք էլ գործեց նորվեգական Բուդիո Գլիմտը հաղթահարելով Լացիոյի արգելքը։ Երկու խաղերի արդյունքում հաշիվը հավասար էր եւ հաղթողը պետք է որոշվեր 11 մետրանոցների շնորհիվ, որտեղ էլ նորվեգական թիմի դարպասապահ Նիկիտա Հայկինը հետ մղեց 3-11 մետրանոց իր թիմին տեղափոխելով Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, ինչը աննախադեպ հաջողություն է նման համեստ ակումբի համար։ Սխրանքների շարքը եզրափակում է Մանչեսթեր Յունայթեդը, որը կարողացավ հաղթահարել Լիոնի արգելքը, իսկ Հարի Մագուայրը հերոսացավ։ Մանկունիացիները Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Լիոնի դեմ պատասխան խաղում հենց խաղի սկզբից միանգամից 2 գոլ խփեցին, Ուգարտեն եւ Դիեգո Դալոն գոլի եղինակ դարձան։ Սակայն Լիոնը չհանձնվեց։ Տոլիսոյի եւ Տալիաֆիկոյի գոլերի շնորհիվ նրանք կարողացան խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ եւս 2 գոլ խփեցին, 4-2 եւ բոլորը մտածում էին, թե խաղը հենց Լիոնը կհաղթի, բայց 114-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի։ 120-րդ րոպեին Կոբի Մեյնուն հավասարեցրեց խաղի հաշիվը ու բոլորը սպասում էին արդեն 11 մետրանոց հարվածաշարին, երբ բեմ դուրս եկավ Հարի Մագուայրն ու իր երկաթե գլխով հաղթանակ պարգևեց Յունայթեդին։ Իմ կարծիքով Յունայթեդի այս հաղթանակը այս վիճակում կարելի է համեմատել 99 թվականի հաղթանակի հետ, երբ Յունայթեդը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ահա թե ինչ է լինում, երբ ֆուտբոլիստը մի քիչ գումար բազ է լինում։ Մանուկ ժամանակ ասում էինք վրոն մեջ հա, հիշում եք, դե այդ ամեն ինչը տեսեք պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Salazar se la venta. Qué jugada que había hecha Salazar y ahora se manda Arce, una de Arce. La tiene Arce, la perdió la mitad, no hay arquero, va lo dico, ahí está. Լուիս Սուարեսը հիշել է ջահել օրերը։ MLS-ի հերթական տուրում Ինտեր Մայամին հաղթում էր Լոս Անջելեսին։ Խաղի վերջին րոպեներին ֆուտբոլիստները կպան իրար։ Ու թե գազազեց, ինչ եղավ, բայց արդյունքում Ալբան ընկավ ատամի տակ։ Մի քանի օր առաջ էլ ոդկասթներից մեկի ժամանակ հիշել էր իր կարիերան Մեսսի եւ Նեյմարի հետ։ Ամենասկզբում մենք 3 լրիվ տարբեր բնավորությամբ մարդիկ էինք, որտեղ ես ավանակն էի մեջտեղում, անընդհատ մտածում էի, թե ինչ անեմ, որ չխանգարեմ նրանց։ Լրիվ համաձայն եմ, նա համառ է ավանակի պես ու էշի նման կծում է։ Վերջին օրերին շատ ակտիվ էր Նեմանյա Մատիչը, ով քննադատում էր Անդրե Օնանային, նրան համարելով Մանչեսթեր Յունայթեդի պատմության վատագույն դարպասապահը։ Շատ ջրեր հոսեցին նրանց միջև պատասխան խաղը, երբ Օնանան մի քանի անգամ
իրական փրկություն արեց իր թիմի համար։ Ու նման սադրիչ ձևով էր տոնում իրենց հաջողությունը Լիոնի երկրպագուների առաջ, չնայած մի քանի օր առաջ ասում էր, որ նա հարգում է բոլոր ակումբներին։ Մեզ մնում է միայն ասել. մեծ մարդիկ եք, ինչ եք իրար միս ուտում, հանգիստ ապրեք էլի։ Պապա Կառլոն չի ձգի այս մրցաշրջանը։ Ինչպես ասեցինք, այսպիսի տեղեկություններ են տարածվել մամուլում եւ ասվում է, որ իտալացի մասնագետը Ռեալում կմնա մինչև գավաթի եզրափակչի Բարսելոնայի դեմ խաղը։ Թե երբ կհեռանամ, բարձ չէ, բայց այդ օրը կգա։ Մենք ունեցել ենք շատ լուսավոր պահեր, բայց պետք է նաև գորշ պահերն էլ հիշենք։ Արսենալը այս երկու խաղերում շատ ավելի լավն էր։ Մեր ժամանակների լավագույն մասնագետներից մեկը արժանի վաստակած թոշակի պետք է գնար դեռ նախորդ մրցաշրջանի ավարտին, բայց որոշեց մնալ ու սպիտակ մազերն ավելի սպիտակեցին։ Եթե դառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, ապա վախենամ կքաչալանա օր ծերության։ Դե ինչ, մեկնաբանություններում գրեք, թե ով կլինի Ռեալի հաջորդ մարզիչը, իսկ մենք այսքանով սահմանափակվում ենք այս անգամ։ Տարածեք, բաժանորդագրվեք այս տեսանյութը, եթե համարում եք, որ արժանի ենք։ Իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Առայժմ։